Բարդ Տիրոջը ձեզ համար սիրելիներ, շատ ուրախ եմ, որ ձեր մեջ են, անկեղծ շատ հարազատության զգացում ունեն եւ փառք եմ տալիս, որ ունեմ հնարավորություն ձեզ հետ բաժնեկցելու Աստծո խոսքը։ Իհարկե, Խաչիկ եղբայրը շատ գեղեցիկ օրինակներ բերեց կյանքից առակներով, նաեւ ինչ որ այդ օրինակները վերջին օրինակը մանավանդ այո, մեր կյանքը փորձություններով լի է։ Աստծուն ճանաչող մարդու կյանքը փորձություններով լի է։ Արդարի նեղությունները շատ են, ասում է Սուրբ Գիրքը։ Սակայն ամենից ազատողը Աստված է։ Ամեն։ Մենք որ պատմենք, թե ինչ փորձություններով, ինչ կյանքով ենք անցել, ինչ դժվարություններով, ինչ նեղություններով, չգիտեմ, կարող ենք մի հատ գիրք գրել։ Վստահ եղեք, կարող ենք գրել։ Բայց ունենք մեկ պատասխան։ Այո, իմ Աստված Հիսուս Քրիստոսն է, որը ամեն բան կարող է։ Օրհնյալը Տիրոջ անունը։ Մի խոսքով եմ ուզում բաժնեկցեմ, ուրեմն Մարկոս ավետարան 10-րդ գլուխ 17 համարը։ Եվ այնտեղ ճանապարհ գնալիս մեկը վազելով եկավ, ծունր դրավ նրան, հարցնում էր եւ ասում. «Բարի վարդապետ, ինչ գործեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ»։ Հիսուսն էլ նրան ասեց. «Ինչու ես ինձ բարի ասում, ոչ ով բարի չէ, բայց միայն մեկը, Աստված»։ Ինչ եք մտածում, Հիսուս բարի էր թե չէ։ Յանի ուրիշ մեկը գիտեք, որ այդպես բարություն կարող էր անել։ Ասենք կարող է գամաղելին գային ասեին, «Օ ինչ իմաստուն ես մեծ են գամաղել», չէ, օրինակ։ Բայց երբեք չեք լսի, որ որևէ մի վարդապետի ասեին բարի վարդապետ։ Հիսուսը, այսպես կարելի ասել, իր հեղինակությունը նաև սրանում էր, որ ինքը բարի վարդապետ էր։ Չէ՞, քիշեք ինչեր էր անում, մարդկանց բժշկում էր, հաց էր տալիս, չգիտեմ, լիքը բարություն էր անում, եւ մարդիկ տեսնում են այս բարությունը։ Եվ այս անձնավորությունը, որը ինչ որտեղ պատանի էր գրված, ասում է, եկավ վազելով ծունր դրեց, անգամ գրվածը ծունր դրեց։ Ծնկի եկավ եւ ասեց, ինչ բարի գործ են, որ հավիտենական կյանքը շարունակեմ։ Ինչա վատ բան էր հարցնում Տիրոջից։ Հենց է լավ ճիշտ, ոնց որ թե մոտեցում էր, հա։ Բայց Հիսուսի պատասխանը սրան մի քիչ ոնց որ թե բան էր, դժվար էր թվում։ Նախ ասեց, որ ոչ մեկ, այդ թվում նաև իրան էր ուզում այստեղ ներկայացնել, որ ոչ մեկ բարի չէ, բայց միայն Աստված։ Որտեվ Հիսուսը մարդու ներկայացուցիչ էր, մարդու որդի էր, եւ ինքը ուզում էր ասել, մարդուս մեջ մի բարի բան չի բնակվում։ Մարդու սիրտը չար եւ խաբեբա է, ասում է Մարգարեն։ Ով կարող է քննել միայն Տերը։ Մարդուս մեջ չկա բարի բան սիրներ։ Բայց իհարկե ասեց, ինչա գրված օրենքում, որ պատվիրանքները պահիր, վերջի այդ ասեց մանկուց են պահել, մեկ բան էր պակաս։ Մեկ բան կար պակաս։ Քեզ պետք էր բարություն անել։ Բարությունը որն էր, ունեցվածքը ծախիր տուր աղքատներին։ Տեսեք, որ կետից սկսեց, բարի վարդապետ։ Ընդունում ես ինձ վարդապետ, քեզ պետք է շատ մեծ բարի գործ անես։ Ունեցվածքը ծախես եւ 10 աղքատներին։ Կարաս ես անես, հա, այսի դժվար բան ասեցիր։ Միտեղ Հիսուս ասում է, դժվար բան է հարուստները, որ երկնքի արքայությունը ժառանգեն։ Դժվար է։ Անհնարին չէ, բայց դժվար է սիրելիներ։ Անկամ ասում է, ավելի լավ է ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը երկնքի արքայությունը ժառանգի, որովհետև դժվար է սիրելիներ։ Դժվար է այն մարդկանց համար, որոնք հույսը դրել են հարստության վրա։ Փողը լավ բան է, բայց երբ որ դու ապավինում ես նրան, սա մեծ մեղք է սիրելիներ։ Խաչիկ եղբայրը մեջ բերում արեց։ Ամեն չարիքների արմատը ուշադրություն դարձրեք։ Չի ասում, որոշ չարիքների արմատը արծաթ սիրությունն է։ Ամեն չարիքների արմատը ոչ թե արծաթն է,
այլ արծաթասիրությունն է սիրելիներ։ Փողը դու կարող ես լավ, բարի գործերի մեջ ծառայեցնես։ Մի համար, որ շատ անգամներ մենք կարդացել ենք, ես վերջերս եմ ավելի շատ ուշադրություն դարձել այդ համարին, Տիմոթեոս թուղթ, Տիմոթեոսը իհարկե երիտասարդ էր, եւ Պողոսը շատ օրհնյալ եւ բարի, այսպես կարելի ասել, խորհուրդներ ա տալիս Տիմոթեոսին, եւ խորհուրդներից մեկը եւ խրատներից մեկը սա էր, խոսքերից մեկը սա էր։ Երկրորդ թուղթ Տիմոթեոս 3-րդ գլուխ 16 համար։ Ամեն գիրք աստվածաշունչ են եւ օգտակար վարդապետության, հանդիմանության, ուղղելու եւ արդարությամբ խրատելու համար։ Շատ լավ խոսքեր են, շատ գեղեցիկ խոսքեր են սիրելիներ, շատ հզոր խոսքեր են ես կասեմ։ Բայց շատ հաճախ մենք այս հատվածը միայն կարդում ենք, այս հատվածի վրա ավելի այսպես կարելի ասել կենտրոնանում ենք եւ մնացածը մեզ համար կարծես թե այդքան էլ հետաքրքիր չէ։ Բայց շարունակությունը ինչ է ասում։ Որ Աստծո մարդը կատարյալ լինի։ Այս գիրքը տրված է մեզ, որ ինչ անի խրատի, դաստիարակի, ուղի, շտկի, որ մենք կատարյալ լինենք։ Ինչ ասել է կատարյալ լինենք։ Ամեն բարի գործերի համար պատրաստված։ Ինչ է նպատակը։ Աստվածաշնչի նպատակը ինչ է, այսպես ասենք, լավ։ Որպեսզի ինձ ուղի, շտկի, վարդապետության մեջ, հանդիմանության մեջ, արդարության մեջ խրատի, որ ես կատարյալ լինեմ, կատարյալ մարդ լինեմ սերներ։ Որ ինչ։ Որ բարի գործերի մեջ պատրաստ լինեմ։ Բարի գործերի մեջ։ Հիմա ուզում եմ գամ այն խոսքին, Տեր ասեց ոչ մեկ բարի չէ, բայց միայն մեկը Աստված։ Ես ինչպես կարող եմ բարիք անել։ Ես ինչպես կարող եմ բարիք անել ընդհանրապես։ Այսօր լսում ես բարեգործներ կան, չէ՞, ասում են, այս մեկը բարեգործ է։ Չկա այդպես բան, սիրելիներ։ Մարդը չի կարող բարիք անել։ Այդ բարեգործ Աստվածը ունի, ասում են, յետին միտք, թե ինչի համար է բարեգործություն անում։ Որտեվ շատերը բարեգործություն են անում իրանց անվան համար, իրանց հեղինակության համար, որպեսզի ինչ որ հարկերից ազատվեն։ Դա լավ միջոց է խուսափելու ինչ որ բաներից։ Ընդհակառակը սա անում են, որ իրանց հարստության վրա ավելի հարստություն ավելացնեն։ Մեզ թվում է, թե բարեգործություն են անում։ Ոչ մեկ բարի չէ սիրելիներ։ Բայց միայն մեկը Աստված։ Եվ Պողոս առաքյալը Տիմոթեոսին շատ կարևոր բաներից մեկն է ասում, որ Աստծո մարդը պատրաստ պիտի լինի ամեն բարի գործերի մեջ, բայց ինչպես։ Միայն Աստված է ամեն, որ բարի է։ Եվ ես, երբ որ վերստին եմ ծնվում, Աստծո բնությունը գալիս է իմ մեջ, սիրելիներ։ Աստծո հատկանիշները գալիս են իմ կյանքի մեջ։ Եվ ես սկսում եմ ինչ անել, նմանվել նրան, նրապես քայլել, նրապես շարժվել, նրապես բարիք գործել։ Եվ ասում եմ, որ ամեն փառքը նրան է վերաբերում։ Ամեն փառքը։ Որտեվ նաև շեշտում է Սուրբ Գիրքը, ասում է, ինչ որ անեք, արեք եւ ասեք, որ մենք Տիրոջ ինչ որ պարտավոր ենք, ինչ որ հոգին մեզ շարժեց անելու, մենք արեցինք, մենք ստեղ, ասում են, я тут ни при чем, հա։ Ով եմ ես ելիս։ Բայց եթե դու գիտակցում ես, որ դու ինչ որ մի բան արեցիր, ինչ որ մեկին մի բան տվեցիր, դու դեռ չես ճանաչում Տիրոջը։ Դու դեռ չես հաղորդակցվել նրա հետ։ Քո շփումը ոնց որ թե լավ չի։ Քեզ պետք է ավելի մոտենաս Տիրոջը, որ հասկանաս, ամեն բան նրանից է, նրանով է եւ դեպի նա է դառնում, որ ինքը լինի ամենի մեջ սերներ։ Մեզանից բան չկա սերներ։ Ով ենք մենք, երբ որ Դավիթը հավաքում էր այդ մեծ կարողությունը, ով ենք մենք, Տեր, որ մի բան տանք քեզ, քո տվածից ենք քեզ տալիս։ Դավիթը դեռ շնորհք էր հասկացել այն ժամանակների մեջ։ Ով եմ ես, որ մի բան կարողանամ քեզ տալ, Տեր։
Երբ որ 10-րդ ենք տալիս կամ ընծա ենք տալի, մտածում ենք, մեծ բան արեցինք։ Լսեք։ Տերը մեզ օգնի ուղղակիորեն։ Պետրոսը, երբ որ մի տեղով անցնում էր, Գործ Առաքելոց թղթից եմ հիշեցնում 9-րդ գլուխ։ Միտեղ եկավ, որտեղ մի կին էր մահացել։ Արդեն մոտավոր հիշեցիք չէ, ում մասն է խոսքը։ 35 համարից 9-րդ գլուխ Գործ Առաքելոց։ Եվ տեսան նրան ամենքը, որ բնակվում էին Լիվդայի եւ Սարոնի մեջ, որոնք դարձան դեպի Տերը, եւ հոպեի մեջ մի աշակերտ եղած կին կար, անունը Տաբիթա, որ թարգմանվում է այծեմնիկ։ Սա լիքն էր բարի գործերով եւ ողորմությունով, որ անում էր։ Լիքն էր սիրելիներ։ Բայց երբ երևաց իր լիքը լինելը, երբ երևաց, եկեղեցու որոշ անդամներ տեսնում էին, գիտեին, որովհետև ինչ որ բաներ էր կարել, ինչ որ բաներ էր նրանց նվիրել, բայց երբ որ նա մեռավ, գիտեք ինչ տեղի ունեցավ, բոլոր նրանց համար որ ինչ որ բաներ էր կարել, եկան առաքյալի մոտ եւ ասին, սա ինքն է արել։ Այնքան հուզիչ էր այդ տեսարանը սերներ, որ առաքյալը ինքն էլ հուզվեց։ Վերջը բոլորին հանեց այնտեղից եւ հարություն տվեց Տաբիթային։ Շատ հաճախ մեր բարի գործերը, որոնք Աստծուով են արված, պատճառ են, որ մենք կարողանանք բարիք գտնել Աստծուց։ Եվ Տաբիթան այստեղ բարիք գտավ, հարություն առավ սերներ, եւ ելի շարունակեց իր բարեգործությունները, այսպես ասենք։ Սերներ, Պետրոս առաքյալը հետևյալ խոսքեր ունի։ Որտեղից է գալիս այս բարությունը մեր կյանքի մեջ։ Հաստատ մեզանից չէ, ամեն։ Դա Սուրբ Հոգու բերած հատկանիշն է մեր կյանքի մեջ։ Որտեվ Տեր ասեց մարդիս մեջ, այո, մի բարի բան չի բնակվում։ Չի բնակվում, ուղղակի սերներ։ Երկրորդ թուղթ Պետրոսի 3-րդ համարից։ Ինչպես որ նրա աստվածային զորությունը շնորհեց մեզ, այն ամենը, որ կյանքի եւ աստվածպաշտության համար պետք են նրա գիտությունով, որ մեզ կանչեց փառքով եւ առաքինությունով, որով ամենամեծ եւ պատվական խոստումներն են տրված մեզ, որ նրանցով հաղորդակից լինենք աստվածային բնությանը։ Ուշադրություն ենք դարձնում աշխարհի մեջ ցանկություններից եղած ապականությունից հեռու փախչելով եւ սույն այս բանի համար ջանք անելով ձեր հավատքովը ներկայացրեք առաքինությունը, առաքինությունով գիտությունը, գիտությունով ժուժկալությունը եւ ժուժկալությունով համբերությունը եւ համբերությունով աստվածպաշտությունը եւ աստվածպաշտությունով եղբայրսիրությունը եւ եղբայրսիրությունով սեր։ Որտեւ այս բաները ձեզանում մնալով եւ աճելով դատարկ եւ անպտուղ չեն անիլ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի գիտությունը, բայց նա որ այս բաները չունի, կույր է եւ կարճատես եւ մոռացած լինելով իր առաջին մեղքերի սրբվիլը։ Սրա համար եղբայր ավելի ջանք արեք, որ ձեր կոչումը եւ ընտրությունը հաստատ անեք, որտեղ սրանք անելով երբեք հանցանքի մեջ չեք ընկնիլ, որտեղ այսպես առատությունով կտրվի ձեզ մտնել մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի հավիտենական արքայությունը։ Սերներ, մեզ տրված է, որ մենք հաղորդակից լինենք աստվածային բնությանը։ Եվ որն է ամենամեծ բնությունը Աստծո։ Սերը, ամեն։ Եվ տեսեք ինչ է ասում, ասում է, երբ որ շեշտում է ժուժկալություն, համբերություն եւ այնտեղ նշում է եղբայրսիրություն, հետո շեշտում է սեր։ Սուրբ Գիրքը պարզ տարբերություն է դնում եղբայրսիրության եւ սիրո մեջ։ Եթե քեզ սիրողներին սիրես, Տիրոջ խոսքը ասում, ինչ մեծ բան ես անում։ Ամբողջ աշխարհն էլ է անում, իրան սիրողներին սիրում է։ Բայց երբ որ քո թշնամուն սիրես, այստեղ գերբնական դրսևորում է, այդպես ընդունենք, հա։
Եվ ստեղ Պետրոս առաքյալը շեշտում է, որ կա եղբայրսիրություն, ես կարող եմ իմ եղբայրներից, քույրերից սիրել, իրանց համար ինչ որ բաներ անել, կյանք տալ են որ ասում են։ Բայց երբ որ մեկն է, որ անարժան է, արդյոք կարող եմ ես բարիք անել նրա համար։ Արդյոք կարող եմ ես իմ ձեռքը մեկնել նրա համար։ Սուրբ Գիրքը ասում է, երբ մենք մեղավոր էինք, ասել է թե երբ մենք անարժան ենք, երբեք արժանի չէինք Աստծո սիրուն, Աստված հենց այդ ժամանակ սիրեց։ Եվ այս աստվածային բնությունը Տերը դրել է մեր մեջ ելներ։ Հիմա այն որ ասում է սիրիր թշնամուդ, մարդկորեն դու երբեք չես կարող սիրես քո թշնամուն։ Եղբայրը նշեց աղաջանը փորձությունների մասին, դժվարությունների մասին, որ կրել են։ Մարդիկ, որ հալածել են ամենավերջին ձևով ծերներ։ Բայց երբ որ նեղության մեջ են եղել, վիրավորված են եղել, երբ որ ես իմ ձեռքն եմ մեկնել, երբ որ իմ կյանքն եմ վտանգել, փրկելու նրանց, շրջապատը ուղղակիորեն չի կարողացել ընկալել եւ հասկանալ ինչի մասին է խոսքը։ Ինչպես կարող է մեկը փրկել մեկին, որ լավագույն դեպքով կարող էր թողել, որ առնակամ լինի։ Բայց երբ որ դու բանում ես մի բան, ու դու հասկանում ես, որ դա քեզանից չի, եւ վստահ եմ ասում ինձանից չի, որտեղ Աստծո սերը ստիպում է մեզ ինչ որ բաներ անելու սերներ։ Այդ պատերազմի դաշտի մեջ ոնց որ մարդ կույր դառնա, այս իմաստով։ Անում ես, վազում ես, մի բան ես անում, որ հետո ես ընկալում եւ հասկանում, որ դու կարող ես կյանքից զրկվել։ Եվ այդպիսի դեպքեր եղել են սերներ։ Վիրավորին փրկելու ժամանակ տեսել եմ թե ինչպես այդ բանը, այդ շվոցով, այդ մինամյոտի արկը, սնարյադը գալիս է ինձ վրա։ Եվ մի կերպով ինձ գցել եմ այդ մերոն, ասում եմ քայր ինձ սվաղվել եմ եւ պայթելով էս խեղճ վիրավորը մի հատ էլ է վիրավորվել։ Բայց սիրելներ, սերը ոչ թե մարդկային սերներ։ Սերը աստվածային բան է սերներ։ Զոհաբերող սերը։ Սա Աստծո բնությունից է գալիս։ Մեզանից չի որ մեկը սպարծենա։ Ինձանից չի որ ես կարող եմ իմ անձը դնեմ դրա համար։ Որտեվ Քրիստոսը եկել իմ կյանքի մեջ։ Ինչպես իր կյանքը դրեց մեզ համար։ Մենք ում ենք պարտական դնելու։ Մեր քույրերին, մեր եղբայրների համար։ Մենք պետք է աճենք սիրո մեջ այնքան, մինչև հասկանանք, որ մենք կարող ենք մեր թշնամիների համար անգամ կյանք դնել։ Այս սա աստվածային ագապե սիրո մասին է խոսքը։ Կորինթացիս թղթում երբ որ ասում է, եթե մարդկանց եւ հրեշտակների լեզուներ խոսեմ, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Եթե իմ ամբողջ ունեցվածքս տամ աղքատներին, բայց սեր չունենամ, ես ոչինչ եմ։ Ինչ սիրո մասին է խոսքը։ Սա խոսում է ագապե սիրո մասին։ Եթե աստվածային այս սիրո վրա չաճենք, հոգ չտանենք, ինչպես գրված է, եթե սրանք մնան ձեզանում եւ աճեն, այդ սերը նույնպես կարիք ունի աճելու։ Կարիք ունի, որ ես ամեն անգամ մտածեմ այդ սիրո մասին, կարողանամ ուղղակիորեն ջանք անել, որ սիրեմ։ Խնդրեմ Տիրոջը, որ Տեր, ես ուզում եմ սիրել մարդկանց, ինչպես դու սիրեցիր։ Սա խոսում է, որ ես ունեմ ագապե սեր։ Բարիք գործեմ ոչ թե նրանց, որ արժան են, այլ բարիք գործեմ նրանց, որ անարժան են սերներ։ Այս սա է սերը։ Այս սա է ուզում Աստված մեր կյանքի մեջ։ Եվ եթե այս սերը ես չունեմ, Կորինթացիս թուղթ ասում է, ես դատարկ եմ, ես փուչ եմ։ Սիրելիս, ես ուզում եմ հոգևորապես այնքան աճես, այնքան մեծանաս, որ հասկանաս, որ Աստված իր արեգակը ծագում է թե բարիների վրա, թե ժանտաբարոնների վրա։ Եվ որպես նրա բնությանը մասնակից դու էլ պետք է կարողանաս, որպես նրա ներկայացուցիչ, սիրես ոչ թե միայն բարիներին, այլ նաև ժանտաբարոններին։ Վերջերս մի դեպք տեղի ունեցավ իմ կյանքի մեջ։ Ինձ մի քանի միլիոն դրամի գցեցին, այսպես ասեմ։ Ես ուղղակիորեն ասի պետք չի ինձ այդ գումարը։ Ես Աստված ունեմ։ Եվ ինչ որ խնդիրներ առաջացավ, վերջը որոշ մարդիկ կողքից խառնվեցին, որ ոնց թե պետք է
ասի ինձ մեջ Աստված իա հետ։ Ես չեմ կարող գնալ մարդուն ինձ զենք պահեմ, ասեմ, գիտես, այդ գումարը պիտի տաս, ինչ անեմ։ Ես ասի պետք չի ինձ։ Անցավ մի քանի ամիս այդ անձնավորությունը զանգեց, ես այդ սովորական խոսեցի։ Եվ գիտեք ինչ ասեց։ Ասեց, լսի, չեմ ուզում շատ երկարացնեմ, քաղցկեղով հիվանդ եմ։ Մենք ընտանիքով սկսեցինք աղոթք անել իր համար։ Սիրելիներ, սերը խոսալով չի միայն։ Սերը այն բանն է, որ պետք է ապրես եւ հետևես դրան։ Սերը այն բանն է, որ դու պետք է մոտենաս Աստվածային բնությանը։ Նրա էությանը այսպես համաձուլվես։ Կարողանաս նրա հետ այնքան մեկ լինես, որ Տիրոջ պես սիրես։ Բայց սրա համար աճելա պետք։ Սրա համար նրա հետ մտերմանալա պետք։ Նրան փարվելա պետք։ Ուստի ես կոչ եմ անում ամենքիս, որ կարողանանք մտածենք եւ կարողանանք հասկանանք։ Աստվածաշունչը անգամ ինձ տրված է, որ ես կարողանամ բարիք գործել իմ շրջապատի մեջ։ Նա ինձ կրթում է, նա ինձ դաստիարակում է մեկ կարևոր նպատակի համար, որ ես բարիք գործեմ ամենին սիրելիներ։ Օրհնյալ լինի Տիրոջ անունը։ Կանգնենք ոտքի։ Մեր անձը բերենք Տիրոջ առաջին։ Սիրելիներ, քրիստոնեությունը խոսքեր չեն։ Քրիստոնեությունը դա կյանք է, որ պետք է ապրել։ Ես ուզում եմ, որ դու այնքան ձուլված լինես Տիրոջ հետ, որ կարողանաս կյանք ապրես։ Սուրբ Հոգու հետ կարողանաս այնքան մտերիմ լինես, որ կարողանաս այդ կյանքը ապրես։ Ես չեմ այսպես մեծ խոսում, ես Տիրոջ օգնությամբ ճանապարհ եմ անցել։ Եվ ես ուզում եմ, որ դու կարողանաս գոտևորվես։ Ոչ մի նեղություն, ոչ մի դժվարություն, ոչ մի խնդիրներ քո համար երբեք պատճառ չպիտի հանդիսանան Տիրոջից երես թեքես։ Այլ դրանք օգնում են, որ դու ավելի մոտենաս նրան։ Նեղությունները օգնում են, որ դու ավելի ճանաչես նրան։ Եթե չկան հիվանդություններ քո կյանքի մեջ, դու ինչպես կհասկանաս, որ Տերը քո բժիշկն է, Եհովան քո ռոֆեն է։ Ամիսներ առաջ, երբ որ կատե արեցին, հայտնաբերեցին ուրուսկ իմ մեջ։ Տնեսիք խառնվել էին, շփոթվել էին։ Ինչ պետք է լինի։ Հարցնում էին անդադ, խաղաղ ես, հանգիստ ես։ Ասում եմ, խաղաղ եմ, հանգիստ եմ, ես խնդիր չունեմ։ Ես Աստված ունեմ, սիրելիներ։ Եկա եղբայրները իմացան, չէի ուզում ասեի։ Օծեցին, աղոթք արեցին։ Անցավ 2 շաբաթ։ Էլի գնացի կատեի։ Եվ նայեցին ուղղակի մաքուր է եւ զարմացան։ 2 կատեները նայում են եւ զարմանում են։ Ես չեմ էլ զգացել ինչ որ մի բան է կատարվում կյանքի մեջ։ Ես ուղղակիորեն խաղաղ եմ սերներ։ Երբ որ փոթորիկը գալիս է քո կյանքի մեջ, խաղաղ ես։ Պետրոսը շփոթված էր այդ նավի մեջ։ Կորչում ենք Տեր։ Փոթորիկի մեջ, այս կյանքի փոթորիկի մեջ, ում է ուղված քո հայացքը։